Հենց հիմա հեռախոսը տուրս տեղ, գրպանն եմ դրել ցեփը քաշել է։ Աշխատանքից հեռացված Աիդա Մխիթարյանը պնդում է, թե իր նախկին ղեկավար Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի որդին հարվածել է իրեն, փորձելով խլել հեռախոսը։ Հավաքարարի գործը կորցրած կինը պատմում է, շաբաթներ առաջ լրագրողներին ահազանգել էր, իր պնդմամբ իրեն անհիմն աշխատանքից ազատել են, չվճարելով նաև 2 ամսվա աշխատավարձը։ Դրանից հետո հեռախոսը ձեռքին մտել է թաղապետարան ու ղեկավարից Սերգո Սարգսյանից բացատրություն պահանջել։ Մորը քվորտավի, այդի դու փոշմանելու ես պետտակա։ Մամայի դե պապայի դե։ Աիդայի պնդմամբ հենց այս տեսանյութի պատճառով է երիտասարդը հարվածել իրեն ու փորձել հեռախոսը խլել։ Խփեց իմ մեջքին քացով, հայանքներ տվեց ու քաշվեց այն կողմ։ Հեռախոսը հենց հիմա տուր, որ ես ջնջեմ այն նկարածներդ, որ իմ պապայի հասցեին նկարել ես դու, ուղարկել ես լրագրողներին։ Դուք ճանաչում եք իրեն, գիտեք, որ ինքը նրա որդին է։ Չեմ ճանաչում, բայց գիտեք, որ իր արտահայտությունը այսպեսին է եղել, այն նկարածները, որ նկարել ես հենց հիմա տուրս տեղ նկարածները, որ պիտի ջնջեմ իմ հոր հասցեին նկարահանված այդ ամեն ինչը։ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը, որ տեսանյութում հրահանգում է հեռացնել կնոջը շենքից, Ազատությանն այսօր ասաց, իր տղան կնոջ չէր հարվածի։ Տենց բան անողը, ասել ինքը ով է, լոգիկայի մեջ չի տեղավորում, չէ՞։ Խփեն հետո ասեն ես այս ինչի տղան եմ։ Ես պնդում եմ, որ դա սուտ է, զրպարտում է ինքը։ Աիդա Սարգսյանից հետաքրքրվեցինք, երբ ու որտեղ է իր նշած դեպքը տեղի ունեցել։ Խնդրեցինք նաև նկարագրել իրեն հարվածած երիտասարդի արտաքինը։ Ոչ շատ բոյով, ոչ շատ կոլոտ, միջին չափ, մի քիչ գնդելիկ մնդելիկ տղա է, սև մազերով, ընկերոջ հետ էր, բայց ընկերը ոչ մի ռեակցիա չի տվել, ոչ մի բան չի արել։ Որտեղ է եղել։ Եղել է Հայկ Հովսեփյան Մանանդյան եղբայրության շենքերի մեջը։ Ես իրանց տան տարածքի մոտով եմ եկել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն ավելի վաղ Ազատության հետ զրույցում հերքել էր իր աշխատակիցների կողմից կնոջը ծեծելու մասին պնդումները, նշելով, որ Աիդա Մխիթարյանը վատ է կատարել աշխատանքը, անհիմն բացակայել է, վիրավորել բնակիչներին, գործընկերներին եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորել։ Ասել էր նաեւ, թե աշխատավարձի պարտք չունեն, ինչ աշխատել, դա էլ ստացել է։ Աիդա Մխիթարյանն էլ այս պնդումներն էր հերքել, ասում էր 2 ամսվա աշխատավարձը չեն տվել, իսկ բնակիչների հետ ինքը միայն փոխադարձ հարգալից հարաբերություններ է ունեցել։ Համոզված է, իրեն աշխատանքից ազատել են կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա անցկացնելու պատճառով, երբ պահանջել է իրենց շենքի տանիքը վերանորոգել։ Աիդա Մխիթարյանի հայտարարությունից հետո, թե իրեն թաղապետարանից ծեծելով են հեռացրել, քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել։ Կինը ցուցմունք է տվել քննիչներին, բայց արդեն 1 ամիս է, ինչ այս գործը նախաքննության փուլում է։ Ասաց քննիչները վստահեցրել են, կզանգահարեն։ Այն զանգելն է, որ պիտի զանգի։ Այդան պատմում է լրագրողներին հարցազրույցներ տալուց հետո նաև մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել։ Հետո զանգահարել է, որ հասկանա ինչ փուլում է գործը։ Հուսադրող պատասխան պնդեց, չի ստացել։ Փաստաթղթերով թաղապետարանը ամեն ինչ ճիշտ է արել։ Եթե դուք համոզված եք, որ դուք հունվար-փետրվար ամսվա փետրվարը աշխատել եք, բնականաբար դուք կարող եք դիմել դատարան։ Այդան ասում է, նախկին գործընկերները հետապնդում են իրեն ու տեսանկարահանում են։ Չի կասկածում, որ շուտով այդպիսի կադրեր կհրապարակեն, թե իբր ինքը հոգեկան անկայուն վիճակում է։ Այդայի նախկին ղեկավարը սա էլ հերքեց։ Դենց բան չկա, մենք այնքան զբաղված ենք, որ Այդայի ժամանակը չունենք։ Բակային հավաքարարի աշխատանքը կորցրած Աիդա Մխիթարյանն ասում է, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում է իր իրավունքները վերականգնել, իրավապահներին դիմել է, իրանմիջական ղեկավարից բացատրություններ պահանջել է, մարդու իրավունքների պաշտպանին դիմել է, ուսերը վեր է քաշում ու հարցնում, էլ ում դիմի։ Ես էլ, մայրս էլ հաշմանդամություն ունենք, տանը միայն ես էի աշխատում։ Ասում է 44-ամյա Աիդան, որ արդեն շաբաթներ շարունակ աշխատանք է փնտրում։ Զարմանում է, միթե Երևանում հավաքարարի թափուր հաստիկ չկա իր համար։ Աշխատանք չունեմ, բայց հետ նահանջել չկա, որ աշխատանք չեմ ունենա, փնտրում ենք։